Նարեկ, մեր այսօրվա հանդիպման տեղը շատ խորհրդանշական է, որովհետև իրականում ուզում էի ու միասին որոշեցինք խոսել եկեղեցուց։ Ավելի քան 1700 տարի հայ սուրբ առաքելական եկեղեցին ու այնուհետ նաև Մաշտոցյան գերերը, դրանք այն երկու հիմնաքարն է եղել, որը որ մեր հասարակությանը դարձրել է ազգ ու տվել է հնարավորություն ապրելու, գոյատևելու, հասնելու 21-րդ դար։ Ու հիմա 21-րդ դարում, այս լուսավոր դարում թվում էր, թե որ պիտի խնդիրներ որպես այդպեսին չլինեն, այլ մեր խնդիրները պիտի լինեն, չգիտեմ, քվանտային ֆիզիկայի, այլ գիտական ինչ-որ արհեստական, բայց եկել ենք մի հատ խորը կրիզիս ունենք այսօր, որ այսքան դարերի ընթացքում մեր սուրբ եկեղեցու նկատմամբ արշավ է սկսվել, ու այդ արշավը ոչ թե այլ հավատքի ու կրոնի կողմից է, այլ մեր հասարակության որոշ զանգվածը կոնկրետ թիրախավորել է մեր սուրբ եկեղեցին ու փորձում են ինչ-որ սեփ խրել կամ չգիտեմ ինչ անել։ Խնդիր որպես այդպեսին, եթե օբյեկտիվ նայենք, որպես ինստիտուտ, ցանկացած ինստիտուտ, ցանկացած հավաք իր մեջ որոշակի ինչ-որ բաներ ունի, բայց արդյոք դա այն հարցն էր, որը որ պիտի դառնար օրակարգային ու դառնար այսօր թիրախ ու այդ թիրախն էլ այնպիսին է, որ իր մեջ շատ մեծ չափազանց մեծ վտանգ պարունակում։ Ես ճիշտ ասած այս հարցի վերաբերյալ երկու տեսակետ կուզենամ հայտնել, մի քիչ ավելի քաղաքակրթական, մշակութային ու զուտ քաղաքական։ Սկսեմ ավելի տենց քաղաքակրթական էլի տեսակետից, իմ կարծիքով բանն այն է, որ մեր հայ առաքելական եկեղեցին ճիշտ է, ինքը հազարամյակների ընթացքում կարողացավ հայ ժողովրդի համար քաղաքակրթական եւ ինքնության խարիսխ լինել ու Մաշտոցյան գրերի հետ միասին, ինչպես դու նշեցիր, կարողացավ մեր հայ ժողովրդին տանել, հասցնել միջնադարից մինչև նոր ժամանակներ եւ շատ հաճախ նաեւ մեր պետականության բացակայության ժամանակ եկեղեցին կատարել է որոշակի առումով նաեւ պետության ֆունկցիաներ եւ ինչու՞ չէ, կարանք մենք փաստենք, որ հայը մնացել է հայ եւ չի ուծացել եւ չի տարալուծվել հատկապես այն խավար դարերում 13, 14, 15, 16 տարում նաև եկեղեցու շնորհիվ եւ եկեղեցու ջանքերի շնորհիվ, բայց ցավոք սրտի այս սովետական խորհրդային ժամանակում, այսինքն ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի պարագայում եկեղեցին դառավ ավելի շատ ձև, քան թե բովանդակություն, որը որ հիմա ինչքան էլ մենք ասենք, մեզ դիտողները կարող է դրա հետ չհամաձայնվեն կամ մեր հարգարժան հոգևոր հայրերը մեր հետ վիճեն, բայց արի ընդունենք, որ ցավոք սրտի արի ընդունենք, որ այս մեր նորանկախ Հայաստանում եկեղեցին ավելի շատ դառել է ձև, քան թե բովանդակություն, որովհետև ինչքան էլ դա ցավալի է իմ համար, քո համար եւ մեր հասարակության շատ ու շատ անդամների համար, բայց հարսանեկան արարողության ժամանակ զալը, որտեղ խնջույքն են կազմակերպում, թամադան եւ եկեղեցին եւ հոգեվոր հոր տեր հոր խոսքը դա համարյա հավասարացված է, ինչպես տենց ոնց հալնում, դե գնում են հարսիտում, փեսուտու եկեղեցի տեր հոր խոսք նկարվել զալ թամադա, այսինքն առաջ եւ բուն բովանդակային առումով օրինակ ծիսակարգը, պսակադրության խորհուրդը դա ամենակարևորն էր, դա ուտելուց է կարևոր, թամադայից է կարևոր, նկարվելուց է կարևոր, հարսի շորից, փեսայի շորից, լիմուզինից, մուզիկաներ, ամեն ինչից կա, բայց հիմա մենք ավելի շատ եկեղեցուն նայում ենք որպես սովորույթ, ոչ թե որպես այն տեղը, որ պետքա մեզ հոգևոր ուժ տա ու պետքա ինչ-որ առումով նաև մեր համար լինի բարոյական ուղենիշ, որովհետև դա գաղտնիք չի, որ եթե եկեղեցին հասարակությանը մարդուն չի տալի բարոյական արժեքներ, եթե եկեղեցին ինչ-որ առումով նաև չի թելադրում հասարակությանը կանոններ, կենցաղայինից սկսած վերջացած հասարակական ուղիղ գործած, եթե դա չի թելադրում, ուրեմն կորում է եկեղեցու բուն նպատակն ու իմաստը, եկեղեցին դառնում է սովորական մի տեղ, որտեղ մարդիկ գնում են ավանդույթի ուժով, բուտաֆորիա ցավոք սրտի։ Հիմա դա իր բնականաբար դա իր պատճառները ունի, ասեմ իմ կարծիքով ինչա 21-րդ դարում եւ առավել եւս մեր այս սպառողական հասարակությունում բնական է որ առաջնային
դիրքում առաջնային ասպարեզ գալիս են նյութական արժեքները, իսկ եկեղեցին այնուամենայնիվ դա հոգևոր արժեք է եւ կոնսումերիստական հասարակություններում ինչը չես կարող առնել եւ ինչը չես կարող ծախել, դա ավելի քիչ արժեք է, քան այն ինչը որ դու կարաս քեշով առնես, քեշով ծախես, էլի։ Դա որպես ավելի տենց քաղաքակրթական իմ պատկերացումները ինչա եկեղեցուները նվազել եւ երկրորդը ավելի քաղաքական ասեմ, այս հարցակում է էլի եկեղեցու վրա։ Նայ իմ կարծիքով եկեղեցին հանդիսանում է երևի թե միակ համահայկական կառույցը, որը ցանցային կառույց է, վերջին համահայկական կառույցը, որը չի ենթարկվում Հայաստանի պետությանը, դա առաջինը, եւ եկեղեցին հանդիսանում է ըստ էության բոլոր իր խնդիրներով հանդերձ, իր դարերից եկող այդ խնդիրներով հանդերձ, բայց այնուամենայնիվ եկեղեցին հանդիսանում է հայ ժողովրդի համար այնպիսի համահայկական ցանցային կառույց, որը ունի իր սեփական օրակարգը, որը առաջ հատանում հայկական օրակարգը եւ հայկական շահը, ինչպես դա հասկանում է եկեղեցին, որը որ հերու չի իրական հայկական շահից, եւ եկեղեցին այն համահայկական ցանցն է, որը կարող է խնդիր ստեղծի մեր թշնամիների համար։ Հիմա չանվանարկենք ովքեր են մեր թշնամիները, բոլոր նրանք ովքեր դեմ են ուժեղ Հայաստանին, բոլոր նրանք ովքեր դեմ են անկախ Հայաստանին եւ բոլոր նրանք ովքեր դեմ էին ինչպես բարձրացվեց նաեւ Արցախին։ Հիմա ես կարծում եմ քաղաքական տեսանկյունից ուղղակի խնդիր կա երկպառակտում մտցնել, կիսել մեջտեղից այդ մեր հզոր համահայկական ցանցը եկեղեցի Աստվածով եւ ամենալավ մեթոդը, ինչպես դեռ հին հռոմեացիք էին ասում, բաժանի որ տիրես, այսինքն ինչ էր պետք անել, պետք էր օգտագործել վեհապար հայրապետի դեմ այս արշավը, վեհապար հայրապետին թիրախավորել, գտնել եկեղեցու մեջից մի քանի անվանենք տիրադավներ, որոնք կդրժեն իրենց երթումն ու խոստումար եկեղեցիալ վեհապար եւ ալտերնատիվ ինչ որ կարծիք կսկսեն ձևավորել եկեղեցու ներսում, հետո պետության եւ այլ ուժերի ներգրավման վեհապար հայրապետին ամենայն հավանականությամբ կհեռացնեն իշխանությունից, լուսավոր չգահից բռնի ուժով կհանեն, ինքնահռչակվի ինչ որ մի բևեռ որպես նոր եկեղեցի, որպես նոր շարունակող հայ առաքելական եկեղեցի ավանդույթների, հոգևորականների մի մասը կընդունի, մի մասը չի ընդունի, եւ մենք ըստ էության կստանանք երկփեղկված եկեղեցի, որը իր համահայկական ցանց լինելու ֆունկցիան էլ չի կարողանալու կատարել։ Լրիվ միանշանակ ես կարծում եմ քաղաքական նպատակը դա է, էլի։ Թողենք մի կողմ այդ եկեղեցու բարենորոգում վեհապար հայրապետի անձը, որովհետեւ գիտեք, արի ճիշտը խոսանք, էլի, այդ կուսակրոնության խոսակցությունները դրանք անլուրջ են եւ այդ կուսակրոնության խոսակցությունները չեն կարող ասել մարդիկ, ովքեր նույնիսկ հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն։ Հիմա ուր մնաց մենք հետևորդ ենք, բայց մենք էլ չենք կարող ասել։ Անկամ այո, իրանք հետևորդ չեն, էլի ասում են, էլի։ Հիմա դրա համար ես կարծում եմ նպատակը, բուն նպատակը եկեղեցին երկփեղկելն է, եկեղեցին գցել կառավարման ճգնաժամի մեջ, որ եկեղեցին չանի իր համահայկական ֆունկցիան։ Դա ես կարծում դա է, այո, որ աշխարհասփյուր հայերին այսօրվա օրով հələ որ միավորում է դա գիրը ու հավատքը։ Այո, Սուրբ եկեղեցի։ ընդ որում Մեսրոպ Մաշտոցի դեմ արդեն սկսել է։ Երբ որ եկեղեցին վեհապարի դեմքով կրեց այդ փոփոխությունը, բարեփոխումների քողի ներքո, մենք այդ օրը պիտի արդեն վերջնականապես փակենք։ Նրանից հետո արդեն այն մնացյալ հավատացյալները կունենան այդքան ներուժ, հզորություն, իմաստություն, հետ վերցնելու ու անելու շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այսօր ավելի շատ իրանք ունեն հնարավորություն դրա դեմն առնելու, քան հետագայում արդեն հետ բերելու, այն արշավը ինչը որ սկսվել է, կհիշես, անգամ 90-ականների սկզբներից այս սկեչների, չգիտեմ ինչ որ եկեղեցու դերի ցածրացում, ծաղը հոգեվորական կատակերգությունների միջոցով դաշտ նետվեց մի բան, որ սկսեցին թիրախավորել թե եկեղեցուն, թե եկեղեցու սպասավորներին, տերտերներին եւ այլն։ Այն ժամանակ դեռ ես ասում եի, որ սա շատ վտանգավոր բան է, անկախ նրանից, որ կենցաղում գուցե եւ նման բան կա, ինչի մասին, որ կենցաղում կարելի է խոսել ծիծաղալային, երբ որ դու բերում ես ու մատաղ սերունդը այն փոքր երեխեն 4-5 տարեկան նայում է, նրա համար իրականությունը այդպեսին հոգևորականը ինքը այդ կերպարի հետ է մեծանում։ Դրա պտուղները մենք այսօր քաղում ենք։ Եթե այսօր մենք ոտքի չկանգնենք
ու չկարողանանք դիմակայել, սա վերջնական այն 1000 ներողություն, ոնց որ դագաղը արդեն պատրաստ է, մեղրը մեջ է, մնում է կրիշկին մեղրեն, այո։ Հետո ես էլի եմ ասում, շատ քիչ է հավանականությունը կամ անհավանական է ինչ որ բան դարում, այս բերել։ տեխնոլոգիական զարգացած դարում, եթե եկեղեցին երկփեղվեց, երկպարակվեց, հետո հավաքել, միավորել, դա հարյուրամյակների հարց կարող է լինի, կարող է չլինի։ Իսկ հիմա տենդենսը գնում է նրան, որ երկփեղվելու է ու մենք չենք կարողանալու հետ հավաքել, բայց հնարավորությունն էլ գիտես ոնց հնարավորությունը կա, բայց հնարավորությունը դիտարկել առանձին քաղաքական փոփոխություններից զատ հնարավոր չի, որովհետև քանի դեռ Հայաստանում շարունակվում է այն տենդենսները, որոնք որ կան, եկեղեցին կիսվելու է, ու ես ասեմ մի շատ բան ցավալի մի հատ բան, էլի, այն ինչ արդյունքներ գրանցեցինք մենք այս վերջին ընտրություններին, դա ուղիղ խոսում է նրա մասին, որ հաջորդ տիրախը այդքան մարդ կողմ է, այդքան մարդ, բայց եթե նույնիսկ կողմ չի, անողները ասել են մենք այդ կարտ բլանշը ունենք։ Տարբեր հաշվարկներով աշխարհում ոնց որ 10 միլիոնից ավել հայ է, մոտ 13 միլիոն, 10 միլիոն։ Լավ 10 միլիոն 10 միլիոնից եթե անգամ հալալ կեսը այս գաղափարի կրողն է, չէ, մեկը այն կեսը ուրեմն ունեն թե պոտենցիալ, թե գիտելիք, թե ներուժ, ինչ է տեղի ունենում, ինչ են մարդիկ ձեռները ծալած, նստած, քայլ չեն անում, երբ որ իրանք քայլ չեն անում, հակազդեցություն չկա, այդ բանը սկսված այս ցունամի նման գալու է, եթե պատնեշներ չենք դնում դիմացը, գալու է ալիքը բոլորի սրտի տանի։ Ինձ նենց հետաքրքիր է, ինչի չկա, չէ որ մենք ամբողջ աշխարհում էլի եթե վերցնենք, ունենք ֆանտաստիկ այն հոգևորականներ, չգիտեմ, եկեղեցու բարերարներ, հավատացյալներ, որոնք որ եթե մի օր, մի անգամ ոտքի կանգնեն կմաքրեն կտանեն, հարցը կլուծեն ու կկպնեն իրանց գործերի, բայց չի լինում։ Ցավոք սրտի չի լինում ու չի լինում, ընդ որում արի ընդունենք, որ չի լինում նաև ինչ որ առումով նաև եկեղեցու ղեկավարության ջանքերի պատճառով, շնորհիվ, հենց ասենք, անգործության կամ մի բան կարող է մեզնից ավել գիտեն, բայց ցավոք սրտի այս տենդենսը գնաց եւ հանգեցնել են, որ հաջորդ թիրախը միանշանակ վեհապարն է, իմ կարծիքով վեհապար Հայրապետը եւ նրա մերձավոր շրջապատը նույնպես դրա մասին փայլուն գիտակցում են, սա մենք ցավով ենք ասում, այսինքն այնպես չի որ դրանից մենք հաճույք ենք ստանում կամ թե որ մենք ասում էինք սենց է լինելու է, ուրեմն մենք ինչ որ չէ, շատ ահավոր բան է տեղի ունենում եւ ըստ էության, եթե մենք հավատացյալ ենք, իսկ մենք հավատացյալ ենք, հավատում ենք Տեր Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին, մեծագույն մեղքի տակ անգնում հայ ժողովուրդը նման դրսևորումներ թույլ տալով, այսինքն գիտեք ոնց երբ որ հայը հայ դեմ կռվում է էջմիածնի հայաթում եւ թեկուս տգիտությունից ելնելով կանգնում է մեր վեհապարների շիրիմներին, դա արդեն իսկ կամ հարվածում են կամ փորձում են ջարդել մայր տաճարի դռները, դա արդեն իսկ մեծ աղետների է բերում ազգին, այսինքն եթե մենք հավատացյալ ենք ու առաջին քրիստոնյա ազգն ենք, Աստծո դատաստանից պետք է վախենալ առաջին հերթին եւ պատահական չի էլի, որ հիմա սկա չէ, sense մի հատ սովորույթ, որ մի հատ տարերային աղետ է լինում կամ ասենք ինչ որ մի հատ մեծ փորձանք է լինում, մարդիկ ասում են դա Աստված զայրացավ։ Հիմա նայելով այն ինչ որ մենք մեր ձեռով անում ենք առաջին քրիստոնյա ազգանում իր եկեղեցու հետ, շատ տրամաբանական է, որ Աստված պետքա զայրանա։ Մի օր կզայրանա ու կզայրանա մեղավոր փոքրամասնության պատճառով ամբողջ հայ ժողովրդի վրա, այսինքն նենց չի, Աստվածաշնչում է կամ բազմաթիվ օրինակներ եւ անհատների կամ ինչ որ խմբերի պատճառով մի ամբողջ ժողովուրդներ են պատասխանատվություն կրել։ Հիմա հուսանք ու աղոթենք, որ մեր օրոք նման բան չի լինի եւ մենք ականատեսը չենք լինի ոչ եկեղեցու պառակտմանը, ոչ Աստծո զայրույթին, բայց ցավոք սրտի տենդենսները այդ ուղղությամբ են գնում եւ եթե մեր ժողովուրդը չհասկանա, որ սա վերջին խրամատն է, եթե մենք եկեղեցին էլ հանձնեցինք, մնում է կոպիտ ասած մի հատ հայոց լեզու դա էլ կհանձնենք ու կհանձնենք, դա ավելի հեշտ է, որովհետեւ լեզու ժամանակի ընթացքում եթե չունենա հիմքեր, եկեղեցին չկա, պետություն չկա, պատմական հիշողություն չկա, լեզուն կփոխվի շատ արագ։ Նենց որ ինչ ասենք, շարունակենք
Մենք պայքար է։ միշտ մեր զրույցների վերջում ասում ենք, որ այս դեպքում ոչ միայն հույսը, ոչ միայն հավատքը ու աղոթքը, նաև ասում ենք, որ մենք պատրաստական ենք, ունենք գիտելիք, ունենք ուժ, ունենք հնարավորություն, Այո։ ցանկության դեպքում եթե կա մարդ ում կողքը որ պետքա կանգնել, թե կանգնենք, խորհրդով, այո։ թե քայլերով, թե ամեն ինչով, մենք պատրաստ ենք Միանշանակ։ ամեն օր։ Միանշանակ։